Ազգային երգ, պար, տարատեսակ համերգային ծրագրեր Հայաստանի Զվարթնոց միջազգային օդանավակայանում, որոնք չեն կարող անտարբեր թողնել Հայաստան ժամանող մեր քաղաքացիներին և հյուրերին։ Երաժշտական օդանավակայան նախագիծը հիանալի հնարավորություն է զբոսաշրջիկին հայկական շունչն ու հյուրընկալությունը ներկայացնել հենց օդանավակայանից։ Զվարթնոց օդանավակայանը հիմնական մուտքն է մեր երկիր եւ յուրաքանչյուր անձ, որ մուտք է գործում մեր երկիր, առաջի դարպասն է կարծես եւ այստեղ այո, մենք ընտրում ենք, փորձում ենք այնպիսի երաժշտական խմբեր ընտրել, որովհետև մրցույթը բաց է եւ մարդիկ կարող են խմբերը, երաժիշտները դիմել եւ հանդես գալ իրենց խմբերի կատարմամբ, փորձում ենք այնպիսի խմբեր ընտրել, որոնք լավագույնս կներկայացնեն մեր ազգի մշակույթը, երգը, պարը, բայց սակայն չենք սահմանափակվում միայն հայկականով, կլինեն շաբաթներ, որ նաեւ կունենանք այլ երաժշտական կատարումներ։ Գործադիր տնօրենի խոսքով այս նախաձեռնությունը շարունակությունն է Երևանի տարբեր վայրերում անցկացված երաժշտական նախագծերի, որոնք մեծ սիրով ու ոգևորությամբ են ընդունվել հանրության կողմից։ Երբ մայիսից սեպտեմբեր ավարտեցինք այդ տաք եղանակների շրջանը, հարց առաջացավ, քանի որ շատ սիրվեց, մարդիկ ասում էին, որպեսզի շարունակական լինի, մտածեցինք որտեղ կարող ենք անել եւ շարունակությունը ենթադրաբար պետք է լիներ ավելի տաք եւ հարմարավետ տեղ քաղաքացիների համար եւ մետրոյում ծագեց գաղափարը շարունակելու։ Այս տարի նույնպես մտածում ենք հանրային վայր, տաք, ցուրտ եղանակին եւ գաղափարը առաջացավ օդանավակայանում, դեռ ամռան սկզբին կապվեցինք օդանավակայանի ղեկավարության հետ, փորձեցինք միասին կոնցեպտը մշակել եւ բարեբախտաբար եկանք համաձայնության եւ հունվար ամսից սկսեցինք Զվարթնոց երաժշտական օդանավակայան նախագիծը։ Երաժշտական օդանավակայան նախագիծը նպատակ ունի աշխուժացնել քաղաքային մթնոլորտը, կենդանի երաժշտությունը տեղափոխելով անսպասելի հանրային տարածքներ եւ ստեղծելով հետաքրքիր փորձառություններ Հայաստանի այցելուների եւ հյուրերի համար։ Հայկական հյուրընկալությունը հանդիսանում է հայկական զբոսաշրջության այցեքարտը եւ մեր զբոսաշրջիկները միշտ ընդգծում են մեր յուրահատուկ հյուրընկալության եւ հյուրասիրության ոլորտը եւ այս նախաձեռնությունը նույնպես ընդգծում է թե որքան հետաքրքիր եւ որքան նախաձեռնող կարող են լինել մեր զբոսաշրջային ընկերությունները եւ ընդհանրապես զբոսաշրջային ոլորտը։ Մեր մշակույթի հանրահռչակումը, մասնավորապես այս դեպքում ազգային պարերի, առավել եւս ազգային տարազով հանդես գալու նախաձեռնությունը վստահաբար շատ հետաքրքիր արձագանք գտավ եւ զբոսաշրջիկների կողմից եւ մեր հայրենակիցների կողմից, դրա առհավատչան է սոցիալական ցանցերում այս հոլովակների լայն տարածումը։ Ծրագրի շրջանակում Կերոն զարգացման հիմնադրամը հայտարարել է բաց մրցույթ հրավիրելով տաղանդաշատ երաժիշտների, երգիչների եւ երաժշտական խմբերի մասնակցելու ծրագրին։ Հայտադիմումների ընդունումը դեռ շարունակվում է։ Երաժշտական օդանավակայան նախագիծը կշարունակվի մինչև ապրիլ։ Գայանե Գաբոյան, Հովհաննես Մկրտչյան, Armenpress։